Խոստացածս բաղադրատոմսը, ուրեմն ես առաջին անգամ էի պատրաստում այդպես կարամել ու գետնանուշ, բավական հեշտ էր պատրաստելը ու անչափ համեղ էր, ուրեմն մեզ անհրաժեշտ է կարագ ուղղակի հալեցնել, ավելացնել եփած խտացրած կաթը, իրար հետ խառնել, դարձնել համասեր զանգված եւ երբ որ արդեն համասեր լինի, ավելացնում ենք սերուցքը, սերուցքով նույնպես խառնում ենք Եվ երբ որ արդեն եռա այս զանգվածը, ավելացնում ենք կտրատած մեր գետնանուշը, աղի։ Այստեղ հենց բանը նրանն է, որ աղի է պետք է ավելացնել, որովհետև քանի որ կարամելը քաղցր է, այդ աղի գետնանուշով այդ երկու համերը, երբ որ միախառնվում են, մի ուրիշ բան է ստացվում։ Դե իմ cheesecake-ի բաղադրատոմսը կա, արդեն իսկ իմ էջում։ Սա էլ ուղղակի կարամելի բաղադրատոմսով կիսվեմ ձեզ հետ, բարյախորժակ, Միքայելը շատ հավանեց